Փաշինյանի իշխանության այս ռեպրեսիաների հետ, թե ինչու են նրանք լռում։ Մենք այսօր այստեղ ենք ի աջակցություն քաղբանդարկյալների Հայաստանում եւ Բաքվում գտնվող։ Հիմա հարց է առաջանում, թե եվրոպական կառույցները պատշաճ տեղեկացվում են միշտ, եվրոպացի падգամավորները, պաշտոնյաները պատշաճ տեղեկացվում են իրավիճակի մասին։ Այստեղ ենք ասելու, որ մենք չենք լռելու եւ այստեղ ենք ասելու, որ եվրոպական արժեքները դա անկյունաքարային արժեք է, դա լռությունը չի, երևի պետքա շատ հաճախ խոսենք դրա մասին։ Այլ գործողություններ անելն է եվրոպացի պաշտոնյաների կողմից, որը եւ ակնկալում ենք այս մարդկանցից, որովհետեւ Հայաստանում կալանավորված են սրբազաններ, բարերարներ, մարդիկ, ովքեր քաղաքապետ են ընտրված, եւ այս ռեպրեսիաները շարունակվում 8 տարի շարունակ եւ որևէ քաղաքական գնահատական հստակ շոշափելի գործողություններով չենք տեսնում եվրոպացի պաշտոնյաների կողմից։ Այո, կան արդեն քաղաքական գնահատականներ որոշակի պաշտոնյաների կողմից, որոնք շատ գնահատում ենք, բայց գործուն քայլեր ենք ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարության մասում։ Որ այսօր նամաներ փոխանցելու ինչ-որ բան անելու եք եվրոպացի պաշտոնյաներին, որևէ նամակ դրություն։ Մենք փոխանցելու ենք առաջի հերթին մեր ուղերձը, հատուկ ենք ընտրել նաեւ այս վայրը, որովհետեւ կարող ենք այլտեղ անել մեր պիկետը, բայց այնպես ենք վերցրել, որպեսզի իրանք մեզ տեսնեն ճաղերի այս կողմից, որ սա լինի նաեւ այն պատկերը, որը որ ունեն այսօրվա քաղաքացիները բանտերում նստած, Սամվել Կարապետյանը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մեր մնացած եւ սրբազաններ եւ քաղբանդարկյալներ եւ տեղեկություն նաեւ ունեն այսօր կարող ենք փաստել, որ եւս մեկ քաղբանդարկյալ ավելացավ Դավիթ Համբարձումյանը, Մասիս խոշորացված համայնքի քաղաքապետը։ Նրան շինց ու քրեական գործի շրջանակներում տարել են բանտ, աննախադեպ է այն վճիռը, որը կայացրել է դատարանը, աննախադեպ է ռեպրեսիաները այսօր Հայաստանի Հանրապետությունում, իհարկե մենք տեսել ենք ինչ բռնաճնշումներով են անցնում քաղաքական գործիչները, բայց մենք այսպիսի բան չենք տեսել, այսինքն Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը կարող է բերել, եթե դու քաղաքապետ ես, կարող է բերել բանտարկության կամ մահի, կամ առհասարակ քաղաքական որևէ էլի ոտնձգությունների, որ մենք տեսնում ենք այսօր եւ սրա մասին մենք բարձրաձայնել ենք եւ բարձրաձայնելու ենք մշտապես։ Պարոն Դանիելյան, մենք տեսանք երեք Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստում իսպանացի падգամավոր ամոթանք տվեց այս իշխանություններին, որ 40 ոստիկաններով հարձակվում է կարծիքի համար, բանտ եք նետում մարդկանց, բայց սրանք բացառիկ դեպքեր են։ Սա նշանակում է, որ ընդդիմադիրները թերանում են իրենց աշխատանքում, որպեսզի սա համատարած բնույթ կրի, թե ամեն դեպքում երկակի ստանդարտներ են կիրառվում Փաշինյանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության նկատմամբ կիրառվում են ներողություն։ Ակնհայտ է, խանգարում էր, անընդհատ պահում էի, դա ավելի լավ է։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի երկակի ստանդարտներ են կիրառվում, որովհետև Փաշինյանի գործողությունները, որոնք նա անում է, որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ եւ այն արժեքների, այն ժողովրդավարության, այն եվրոպական արժեքների, որոնց մասին մենք գիտենք պատմության դասագրքերից, որոնց մասին մենք գիտենք մեր դավանած, պահպանողական ժողովրդավարության եւ պահպանողական եվրոպական արժեքներից, որոնց մաս է կազմում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ուզեցել ենք, փորձել ենք միշտ որ մաս կազմի, բայց այսօր ուղղությունը թեքվել է եւ խաղաղության մասով այլ ձևաչափա ձևավորված եւ արդարության մասով Հայաստանում այսօր լրագրողների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, քաշքշվում են, ծեծի են ենթարկում կանանց եւ կապ չունի կինա թե տղամարդ լրագրողներին, խոսքի ազատություն չկա, որովհետեւ խոսքի համար կարող է կալանավորել ինչպես իրավաբաններ, սրբազաններ, հոգևորականներ, բարերարներ, այդ մարդիկ կալանավորվել են ոչ թե գործողության, ոչ թե ինչ-որ ապօրինի գործողության համար, այլ կալանավորվել են բացառապես խոսքի համար։ Հայաստանում, այսինքն արձանագրում ենք, որ չկա խոսքի ազատություն եւ այն հանդուրժողականության եւ սիրո հեղափոխությունը, որը այդ քողի տակ արված հեղափոխությունը, որը 2018 թվականը տեղի էր ունեցել, փաստորեն մահաբեր
պատերազմ բերող, նոր հանձնումներով լեցուն եւ որևէ կապ չունեցող այդ խոստումների հետ գործընթաց է եղել եւ ժողովուրդը խաբվել է։ Հիմա այս տրամաբանությամբ մենք ասում ենք, որ պետք է իմպիչմենտի գործընթաց սկսենք, որովհետեւ վարչապետը չի իրականացրել առնվազն 2021 թվականին տված իր խոստումները, նախընտրական խոստումները, որոնք նա խոստացել էր ժողովրդին, նա խաբել է ժողովրդին եւ մենք դա արձանագրել ենք նախաձեռնելով իմպիչմենտի գործընթաց, իմպիչմենտի արդեն միասնական տեխնացու Դավիթ Համբարձումյանին դրանք բանտարկեցին, որպեսզի կասեցնեն այդ ընթացքը, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր յուրաքանչյուր քաղաքացի իրա վրա զգում է Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաները, որովհետև հիմա Մասիսի համայնքապետին են բռնել, մի քանի օր առաջ Գյումրու համայնքապետին են բռնել, քաղաքապետին, եւ այդ մարդիկ, ովքեր իրանց ընտրել են, պատկերացրեք իրանց ապրումները, որ իրանց ընտրված քաղաքապետերին, ով չի ընդունում Նիկոլ Փաշինյանի գիծը եւ համարում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները ոչ հայանպաստ, այդ մարդիկ հայտնվում են բանտում։ Եվ մենք այսօր այստեղ ենք ասելով, որ այո, ինչպես դուք նշեցիք, եվրոպացի պատգամավորները արդեն բացահայտ կշտամբում են իշխանություններին, ասելով, որ Հայաստանում այո չկա ժողովրդավարություն, եւ մենք այսօր պետքա հասնենք այն գործընթացին, որ դա լինի քաղաքական գնահատական ոչ թե մեկ կամ երկու պատգամավորի կողմից, այլ առհասարակ կառույցների կողմից, միջազգային կառույցների եւ այդ կառույցների պատասխանատուների կողմից, որ Հայաստանում խոշտանգում են քաղաքական գործիչներին, Հայաստանում չկա խոսքի ազատություն եւ դատարանները կատարում են քաղաքական որոշումներ, քաղաքականացված է դատաիրավական համակարգը եւ մարդու իրավունքները դրանից տուժում են։